Շատ լավ, վերջերս ձեր կուսակցության ղեկավարը Արտուր Վանեցյանը առաջարկով, այսպես ելույթի ժամանակ առաջարկ հնչեցրեց, որ Հայաստանը պետք է վերադարձվի նախագահական, կիսանախագահական մոդելի։ Մի կողմից սա լավ առաջարկ է, մյուս կողմից վատ է, որ ընդդիմության մյուս ուժերը դեռ չեն քննարկել, համաձայնության չեն եկել, որովհետև մենք լավ հասկանում ենք, չէ՞ որ այս խորհրդարանական մոդելը իրապես բան էր, աղետաբեր էր, ոչ միայն այն իմաստով, որ իշխանության հասավ էս պատու հասա, այլ նաև այն իմաստով, որ իշխանությունից հեռացնելն է դժվար, այսինքն պարզ օրինակ բերեմ, վարչապետի պաշտոնից որևէ մեկին հեռացնելու համար մարդը պետք է հրաժարական տա, 2 անգամ խորհրդարանում չընտրվի, հետո խորհրդարանը լուծարվի, հետո նոր ընտրություններ կազմակերպվեն, հետո այդ ընտրություններում եթե 50+ չեղավ, մեկին բոնուս տան, մեկին չտա, այսինքն աբսուրդային բան, դժվարության ասած բան է, հա, համակարգ է։ Եվ հասկանալի որ շատ մեր ռեգիոնում շատ ավելի հանգիստ աշխատում է նախագահական մոդելը։ Մարդը ընտրվեց, չունի հանրային աջակցություն, հեռանում է, իր հեռանալով պետական մյուս ինստիտուտները պարտադիր չեն որ փլուզվեն կառավարություն, խորհրդարան, հա։ Հիմա դուք ինչ հիմնավորումներ եք դրել այս առաջարկի տակ։ Մեկ եւ երկրորդ, արդյոք պիտի այդ առաջարկը հիմա քննարկեն կուսակցությունները, ձեր կուսակիցները։ Ես ես ավելացնեմ նաև մի խնդիր, որ դուք ասեք դժվարանում է հեռացնել այս պատուհասին, կամ մի այլ խնդիր, որ չունի վերընտրման սահմանափակում։ Այո։ Իր դեպքում վերարտադրման սահմանափակում։ Նա ունակ է ցանկացած ընտրակեղծիքներով եւ բռնաճնշումներով մի 20 տարի վերարտադրվել։ Իսկ նախագահական կառավարման համակարգում կարելի է հստակ ամրագրել ժամկետներ, որ Եվ կար ամրագրված ժամկետ, 2 անգամից ոչ ավել։ Այո, որ 2 անգամից ավել մարդը այլևս չի կարող առաջադրվել եւ ընտրվել։ Բնականաբար դա ինքն իրանով կհանգեցնի նաեւ պետական համակարգի թարմացմանը, որովհետև այնուամենայնիվ որքան էլ գլոբալ փոփոխություններ տեղի չունենան նախագահի փոփոխություններից, այնուամենայնիվ որոշակի թիմում փոփոխություններ ակնհայտորեն տեղի է ունենալու եւ այդ առումով կառավարման համակարգը չի լճանա, անձինք չեն լճանա, որովհետև ապացուցված բան է քաղաքականության մեջ, եթե մարդը չափից դուրս երկար է մնում իշխանության, նա այսպես ճակերտավոր ասած այլասերվում է, ճակերտավոր ասած այլասերվում է։ Իսկ նախագահական համակարգը կարող է կանխել այդ ամենը։ Նախագահական համակարգը կարող է նաև շատ ավելի օպերատիվ ու արդյունավետ գործել ի տարբերություն հատկապես պատերազմական ժամանակներում, ի տարբերություն խորհրդարանական համակարգից։ Խորհրդարանական համակարգի անցման ժամանակ բերվում էր փաստարկներ, որոնցից կարևորագույններից մեկը այն է, որ խորհրդարանական համակարգը թույլ կտա կուսակցություններին զարգանալ, կստեղծի հիմքեր կուսակցությունների համար, սակայն կյանքը ցույց տվեց, որ դա էլ տեղի չունեցավ։ Պետք է փաստենք եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չի, որ այնուամենայնիվ Հայաստանում կուսակցական համակարգը դեռևս չի գտնվում փայլուն վիճակի մեջ, այլ շատ ավելի անձնակենտրոն է։ Այսինքն կա անձ, կա նրա շուրջը հավաքված մարդիկ, հանում ես անձը, կուսակցությունը փլվում է։ Կյանքը ցույց տվեց, որ դա էլ իրեն չարդարացրեց։ Հետևաբար անցում կատարելով նախագահական համակարգի մենք կկանխենք եւ ներողություն եւ պետական համակարգի թարմությունը, արդյունավետ գործունեությունը, կանխարգելումները բռնապետության վերացման, իհարկե կա նաև հակադիր կարծիքը, որ թույլ զարգացած պետությունում նախագահական համակարգերը կարող են հանգեցնել բռնապետության, սակայն հիմնականում այդ տեսության կողմնակիցները շեշտադրում են լատինական ամերիկյան երկրներին, բայց մենք լատինական Ամերիկայում չենք այնուամենայնիվ, մենք Հայաստանում ենք ապրում։ Որտեղ նաև վերընտրվելու սահմանափակում չկա կարծեմ։ Այո, այնտեղ չկա նաև վերընտրվելու սահմանափակում, իսկ այստեղ այդ մեխանիզմների ներդրմամբ հստակ կարելի է գնալ ավելի արդյունավետ ու ավելի օպերատիվ կառավարման համակարգի։ Հատկապես, որ ելի եմ շեշտում, խորհրդարանական համակարգը կառավարման չարդարացրեց իրեն, մանավանդ պատերազմի տարիներին։ Լավ, հիմա ես ուզում եմ հասկանալ, Արտուր Վանեցյանը դա խոսքեր ասեց, որ կուսակիցների հետ հանդիպման ընթացքում, թե դա ծրագիր է, որը նաև պլանավորում է քննարկել ընդդիմադիր կուսակցությունների հետ, գալ նրան, որ պարտավորություն մարդիկ ստանձնեն, չեմ ասում պայմանագրային պարտավորություններ, այլ հրապարակային պարտավորություն, որ այո, ասենք մեր իշխանության գալու պարագայում մենք փորձենք վերադարձնել նախագահական համակարգը։ Այդ հարցը քննարկվել է կուսակցությունում եւ այս պայմանությամբ կա կոնսոլիդացիա այդ հարցի շուրջ, որ
դա լինելու է կուսակցության ծրագրային դրույթներից մեկը, թե հետագայում, այսինքն հետագայում ասելով նկատի ունեմ նախընտրական ժամանակաշրջանում այլ կուսակցությունների հետ քննարկման ժամանակ դա որքանով որոշիչ դեր կունենա, հիմա ես իրար դժվարանում եմ մի քիչ պատասխանել, որովհետև կգա այդ կոնսուլտացիաների քննարկումների ժամանակը, այդ ժամանակ པարզ կլինի, սակայն դա ամրագրվելու է կուսակցության ծրագրում եւ լինելու է մեր թեզերից մեկը, որ իշխանության գալու պարագայում մենք գնալու ենք նախագահական համակարգի, այսինքն փոխելու ենք այն թույլ իրավիճակը, որը այսօր արկա է համակարգում։